6 տարի կառուցվող ծննդատան նոր շենքը հավանաբար պատրաստ կլինի 1 տարի անց։ Մի քանի անգամ սառեցված շինարարությունը վերսկսել են մոտ 4 ամիս առաջ։ Շինընկերություններ փոխած նորակառույցում աշխատանքներն ի վերջո ավարտելու համար էլի շին կազմակերպություն է փոխվել։ Բայց վարպետները ոչ թե կիսած թողածն են շարունակել, այլ նախորդների թերություններն են վերացրել։ Ներքին պատերն են քանդել։ Նախագծից շեղումներով արածն են փոխում։ Կոմունիկացիոն ենթակառուցվածքները եւս փոփոխության են ենթակա։ Կառուցապատման նախագիծը մի քանի շինգազམ-ակերպությունների ձեռքով է անցել, բայց եւ չեն կարողացել 6 տարում շինարարությունը ավարտական փուլի հասցնել։ Շինմրցույթում հաղթած կազմակերպությունն այժմ կառուցում է ուրիշ նախագծով, որտեղ կոնստրուկցիոն նոր լուծումներ են առաջարկված։ Նախագծով փոխվել է, նույնը փոխվել է մուտքային դռները, ճակատային պատուհանները, դրանք լրիվ փոխվել, որ փոխարինվում ալյումիններով։ Առաջ եղել է, որ պիտի լինի ալիկա-բոնդով երեսապատում, հիմա փոխարինվել է տրավերտինով, բազալտով եւ սև տուֆով սալիկներով երեսապատում։ Առաջ եղել է հարթտանիքն է փոփոխվել նախագծով փակտանիք։ Գյումրիի համար ծննդատան նոր շենք կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը առողջապահության նախարարի եւ բարերար Վարդան Սերմաքեշի միջև ստորագրվել է 2019-ին, որով եւ Գյումրիում նոր առողջապահական ծրագիր էր սկսվելու։ Այժմ այն առանց բարերարության է, իրականացնում են առողջապահության նախարարությունը եւ տարածքային զարգացման հիմնադրամը։ Նախագծային փոփոխությունները եւս գերատեսչությունների առաջարկով են։ Կոմունիկացիաները, որ ճիշտ աշխատի, դրա համար մեծ մասն են քանդել, որ կոյուղիները, թթվածնի մուտքը, այնտեղ չգիտեմ, էլի շախտաները օդափոխության համապատասխանի բոլոր սենյակները։ Նախկին մետաղապլաստե պատուհանները եւս փոխվել են, որոնք տեղադրված են եղել միայն շինության հարավային կողմում, իսկ մյուս հատվածներում ընդհանրապես բացակայել են։ Մեծ մասն արդեն փոխել են, որոնք ավելի ջերմակայուն են։ Գյումրին ավելի կլիմայական ցուրտ գոտի է, ավելի լավ է դնենք ալյումինի ջերմակամրջակով պատուհաններ հիվանդանոցում, որ ջերուցումն ավելի մատչելի լինի, ավելի եկամտաբեր լինի հիվանդանոցի համար։ Մոտ 3200 մետր քառակուսի տարածք զբաղեցնող տարածքում կառուցվող եռահարկ շենքի առաջին հարկում նախատեսված են, որ վիրահատարաններն են լինելու։ Երկրորդ եւ երրորդ հարկերում հիվանդասենյակները։ Շենքի նկուղային հատվածում ըստ նոր նախագծի կտեղակայվի լաբորատորիան։ 38 հիվանդասենյակ է։ Բժշկական բաժինները դրանց մեջ չի մտնում։ Երկրորդ, երրորդ հարկում, մեծ մասը ընդեղ է այդ հիվանդասենյակները, երկուսը էլի եթե չեմ սխալվում, է ծայրահեղ վիճակում, որ ավելի հսկողության տակ ունի երկու սենյակ առաջի հարկում, մնաց բաժանումները առաջի հարկում են ու նկողում մի քանիսն են։ Նախկինում Գյումրիում եղած երկու ծննդատան համար էր կառուցվում շենքը։ Բուժ հաստատությունների միավորումից հետո խնդիրն այլ լուծում է ստանում։ Բացի Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքից հեռանկարում է, որ նորակառույցը կդառնա նաև Գյումրիի Այրան բանկի եւ շտապօգնության կայանի մշտական տեղակայման վայր, ինչը համարվում է երկու կառույցների համար երկարաժամկետ եւ կայուն լուծում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։